Գիտեք, սիրելիներս, մենք շարունակում ենք գոհության ծոմապահության մեջ շարժվել առաջ։ Դեռ այսօրվանից, այսօրը չհաշված 30 օր էլ դեռ պիտի շարունակենք գոհանալ։ Ամեն եւ շնորհակալ լինել Աստծուն։ Ոնց անցնում Աստծո ժողովուրդ ջան։ Լավ է։ Սիրելիներ, ես հավատում եմ, որ լավ վկայություններ ունենք եւ կունենանք, թե ինչ է անում Տերը այս օրերի մեջ, երբ որ մենք գոհանում ենք։ Եվ գիտեք, շատ կարևոր է նամանավանդ, որ մենք հասկանանք, որ գոհանալու մեծ պատճառ ունենք, եւ այդ պատճառը Քրիստոսն է եւ Քրիստոսի խաչը։ Ամեն։ Գիտեք, մենք կարիք ունենք հասկանալու ինչ կատարվեց խաչի վրա, մենք կարիք ունենք ընդունելու, թե ինչ կատարվեց խաչի վրա, մենք կարիք ունենք դրա համար գոհանալու եւ շարունակելու հռչակել ինչ եղավ խաչի վրա։ Սիրելիներ, ցավոք սրտի մարդկության պատմությունը, եթե ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ մարդը միշտ չի, որ խաղաղ ժամանակների մեջ ապրել։ Եվ կարելի է ասել Եդեմից սկսած, երբ որ մեղքը մուտք գործեց աշխարհ, մարդու կյանքում խաղաղությունը պակասեց։ Սկսեցին պատերազմներ, սկսեցին կռիվներ եւ առաջի դրսևորումը որտեղ ենք տեսնում երկու եղբայրների մեջ, որ ցավոք սրտի Կայենը սպանում է իր հարազատ եղբորը Աբելին։ Եվ եթե այսօր էլ նայենք սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր էլ կտեսնենք մարդկային հարաբերությունների մեջ շատ դժվարություններ։ Ընտանիքներում դժվարություններ, գիտեք, մի ստատիստիկա ասեմ ցավալի, Երևանում 1 տարվա ընթացքում ամուսնալուծությունների թիվը 50%-ի է հասել։ Այսինքն, քանի ամուսնություն եղել է, դրա ուղիղ կեսը բաժանումով է ավարտվել։ Գիտեք, սա ցավալի ստատիստիկա է, սա ցավալի իրականություն է, որի մեջ մենք ապրում ենք, բայց մենք մի բան պիտի հասկանանք, որ մեծ գին է վճարվել խաչի վրա, որպեսզի մարդը մարդու հետ ապրի հաշտ։ Եվ եթե դուք ուսումնասիրեք, մենք միասին նայենք Աստվածաշունչը ծննդոցից մինչև հայտնություն, մենք կտեսնենք, թե ինչքան մեծ կարևորություն է Աստված տալի մարդ-մարդ հարաբերություններին։ Սիր քո Տեր Աստծուն քո ողջ սրտից, քո ողջ մտքից, քո ողջ անձից եւ քո ընկերոջը քո անձի պես։ Գիտեք, մեկը կար ուզում էր այսպես ճղոպրեր, ասեց Հիսուս ջան, բա ով է իմ ընկերը։ Հիսուսն էլ բացատրեց ցանկացած մեկը, ում դու կարաս օգնես։ Ցանկացած մեկը, ում դու կարաս օգնես, քո պոտենցիալ ընկերն է։ Գիտեք, հետաքրքիր է, օրինակ այսօր մենք երբ որ մտածում ենք, խորհում ենք ով է մեր ընկերը, մտածում ենք, թե ինքը ինչ պիտի անի իմ համար, որ ընկեր կոչվի, չէ՞։ Բայց Հիսուսը հետաքրքիր բան բացեց, սովորեցրեց, որ դու ինչ պիտի անես իր համար, որ ինքը քեզ ընկեր լինի։ Աստված միշտ տալիս է եւ Աստված առաջինն է, ամեն։ Եվ գիտեք, խաչը խորհուրդ ունի, եւ մենք մի անգամ չի որ լսել ենք այդ խաչի խորհուրդը, որ բացվում է ուղղահայաց, այսինքն խաչի մի հատվածը ուղղահայաց մարդ-Աստված հարաբերությունն է եւ խաչի մյուս հատվածը հորիզոնական մարդ-մարդ հարաբերությունն է։ Եվ գիտեք, Հիսուսը մեծ գին է վճարել, որպեսզի մենք ապրենք իրար հետ հաշտ եւ խաղաղ։ Ամեն։ Ուզում եմ կարդալ Մատթեոս 7-րդ գլխից առաջին 5 խոսքերը։ Իհարկե այսօր խոսելու ենք մի բանի մասին, որ մենք ընդհանրապես չենք սիրում դա անել։ Մի դատիր։ Մենք չենք սիրում դատել, սիրելիներ։ Ուրեմն մենք մեզ միշտ պահում ենք, չէ՞։ Եվ ասեմ շատ դյուրին է դա մեզ համար, այդպես շատ հեշտ ստացվում է։ Բայց կարծեմ մեծ էլ հակառակություն կա այս ամեն ինչի դեմ։ Պիտի խոսենք մի դատիր ճշմարտության մասին, բայց սիրելիներս, ուզում եմ որ մենք այս պահից սկսած մեր մտքի մեջ պահենք Քրիստոսի շնորհքը, որը հայտնվեց խաչի վրա, խաչի միջոցով, որովհետև եթե մենք չնայենք Քրիստոսի շնորհքով, չնայենք խաչով, մենք չենք կարողանա ուղղակի հաղթահարել եւ չդատել։ Այդ գայթակղությունը չենք կարողանա հաղթահարել։ Մատթեոս 7:1-5 Մի դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով որ չափում եք, նրանով կչափվի ձեզ։
Եվ ինչու քո եղբոր աչքի միջի շուղը տեսնում ես եւ քո աչքի միջի գերանը չես նշмарում, կամ ինչպես կասես քո եղբորը թող շուղը աչքիցդ հանեմ եւ ահա քո աչքի մեջ գերան կա, կեղծավոր առաջ քո աչքիցը գերանը հանիր եւ հետո մտիկ կտաս քո եղբոր աչքիցը շուղը հանելու։ Շատ կարևոր խոսքեր են եւ շատ կարևոր սկզբունք է բացում մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Առաջին խոսքը ասում է մի դատիր, հունարեն դատել բառը կրինոն թարգմանաբար նշանակում է բաժանել, որոշել, եզրակացության գալ, եզրակացության հանգել։ Գիտեք, երբ որ դատում ենք, ինչ որ բանի վրա հիմնված, ինչ որ բան հաշվի առնելով է կատարվում դատը։ Նայում ենք, տեսնում ենք ինչ փաստեր կան, ինչ արեց այս մարդը, ինչ չարեց ու այդպես դատում ենք, մենք մեր մեջ։ Աստված իր խոսքում շատ պարզ, շատ հստակ ասում է. մի դատեք, երկու բառ, մի դատեք, շատ պարզ ասում, բայց շատ մեծ հակառակություն է այս խոսքի հանդեպ, գիտեք, մեծ գայթակղություն է, անկեղծ եմ ասում։ Նամանավանդ գիտեք, որ մարդկանց առաջ այս գայթակղությունը, նրանց ովքեր որ պատասխանատվության ոլորտում ավելի շատ բան ունեն, անկեղծ եմ ասում, բայց յուրաքանչյուր անհատ իր պատասխանատվության շրջանակում ինքը այս գայթակղության առաջ է, ու մենք պետք է հասկանանք, ինչի մենք չպետք է դատենք, սիրելիներ, առհասարակ, մենք պետք է հասկանանք։ Մատթեոս 7:2 խոսքը ասում է, որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով որ չափում եք, նրանով կչափվի ձեզ։ Սա շատ կարևոր հոգևոր սկզբունք է, Աստծո ժողովուրդ ջան, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք, ու եթե մենք նայենք Եդեմից, կտեսնենք ինչ կատարվեց, երբ որ մարդը դատեց։ Գիտեք, Աստված Ադամին մի հատ հարց տվեց շատ պարզ։ Ասես չլինի կերել ես այն պտղից, որ քեզ պատվիրել էի չուտես, այն ծառից։ Ինչ ասեց Ադամը։ Ասեց այո, Տեր, կերել եմ, ներիր ինձ, մեղավոր եմ, չդիմացա։ Ինչ չասես, չէ՞ տենց։ Ինչ ասեց։ Ասեց այն կինա, դեն մեզ Տեր։ Ասեց նենց մեկին է ստեղծել ուրեմն իմ համար։ Որ ինքը եկավ ինձ ես խաբար չէի, Տենց է, էլի, ես մեղավոր չեմ, Տեր ջան, այդ կինն էր։ Տենց չարեց, ինչ արեց, սիրելիներ, դատեց թե չդատեց։ Դատեց, իր կնոջը դատեց, սիրելիներ, փոխանակ Տերը հարցնում ասում է, լսի, ասում է քեզ պատվիրել եմ, այդ ծառի պտղիցը չուտես, չլինի կերել ես, ասում է քեզ եմ պատվիրել, չի ասում կնոջդ եմ պատվիրել, չի ասում մենակ կենդանիներին եմ պատվիրել, ասում է հենց անձամբ Աստված խոսում է ամեն մեկիս հետ, սիրելիներ։ Ուրեմն Աստված գործ ունի եւ մենք գործ ունենք անձնապես իր հետ, ամեն։ Լավ, կնոջ ասում, այդ ինչ ես արել։ Տերը հարցնում, ասում այդ ինչ ես արել։ Ասում այն օծն էր։ Ասում դե արի հասկացի։ Սիրելիներ, ինչ կկատարվեր, մի պահ մտածեք, եթե Ադամը ուղակի ասեր, Տեր, ներողություն եմ խնդրում, ես հակառակ եմ գնացել քո խոսքին։ Ինչ կկատարվեր։ Ուշադրություն դարձրել եք ժամանակակից դատավարությունների ժամանակ մեղադրվող կողմը իրավունք է ստանում պաշտպանվելու։ Իրեն հարց են տալիս, ասում են ինչ կասես։ Քեզ մեղադրում են այս ինչ բանի մեջ։ Դե ասում ես կասեմ, են կասեմ։ Հիմա Աստված մենք Եդեմում տեսնում ենք առաջին դատավարությունն էսպես ասված։ Աստված հարցնում է, ասում է ինչ ես արել։ Ասում է ինքն էր մեղավոր, ես չեմ։ Սիրելիներս, ավարտը ինչ եղավ։ Եղավ որ եւ Ադամը եւ կինը եւ օձը արժանացան դատի, որովհետեւ Ադամը որոշեց դատել եւ ոչ թե ներողություն խնդրել եւ կանխել ինչ որ բան, սիրելիներս։ Ուրեմն Աստծո խոսքն ասում է մի դատեք, որ չդատվեք։ Շատ պարզ։ Մի ուրիշ տեղ նայենք։ Ղուկաս 23-րդ գլխում շատ հետաքրքիր մի դրվագ է նկարագրված 39-ից 43 խոսքերում։ Ղուկաս 23 39-ից կարդում եմ։ Եվ այն կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան եւ ասում. Եթե դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ Հետաքրքիր է, չէ՞։
Այ քեզ հետաքրքիր բան։ Առաջին հայացքից մարդը սխալ բան չի ասում, էլի։ Ասում է, եթե դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ, Աստծո խոսքը սա նկարագրում ասում է հայհոյում էր։ Աստված գիտի սրտի խորքը։ Աստված գիտի մեր սրտի դրդապատճառները, մեր քայլերի դրդապատճառները, սիրելիներ, ամենախորքում ծածկված դրդապատճառը։ Անկամ մենք կարող է չիմանանք, թե ինչու արեցինք այս կամ այն քայլը, խորապես, բայց Տերը գիտի։ Շարունակեմ։ Իսկ մյուսը պատասխանեց սաստելով նրան եւ ասեց. Եվ դու չես վախենում Աստվածանից, որ հենց նույն պատժի մեջ ես։ Ու մենք իրավունքով ենք պատժված, որովհետև մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում, իսկ սա ոչ մի անտեղի բան չգործեց։ Իհարկե, սիրելիներս, մենք գիտենք, որ Քրիստոսում մեղքերի համար էր խաչվում իմ եւ ձեր։ Ամեն, ամեն մարդկության մեղքերի համար էր խաչվում, բայց ոչ իր մեղքերի, բայց մեր մեղքերը դարձան իրենը։ Շարունակեմ, ասում է եւ ասեց Հիսուսին. Տեր, ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունը։ Եվ Հիսուսը ասեց նրան. ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտումը կլինես։ Գիտեք, այս երկու ավազակների դեմքում մենք տեսնում ենք երկու վերաբերմունք։ Մարդիկ, ովքեր լսում են ավետարանը եւ մերժում, մարդիկ, ովքեր լսում են ավետարանը եւ խոնարհվում եւ ընդունում ու հավատում Հիսուսին, ամեն։ Մենք տեսնում ենք երկու տարբեր ընտրություններ։ Մարդ, ով որոշեց, որ դատի, եթե դու ես, դե ասա, չէ՞ որ ներքևից էլ Հիսուսին ինչ էին ասում։ Ասում են, դե փրկիր քեզ, փրկիր։ Աստծուն կանչիր, թող գա։ Եվ այս ավազակն էլ, սիրելիներ, որ խաչի վրա էր, իր կողքը նույն դիրքի մեջ, եւ ինքը իր գործած հանցանքի համար էր, իր սրտում որոշել էր, որ կարող է Տիրոջը մեղադրել եւ ասել, այս ինչ ես անում։ Դե եթե դու ճշմարիտ ես, եթե դու ուղիղ ես, մի հատ քեզ փրկիր, մեզ էլ փրկիր ու ցույց տուր դա։ Իսկ մյուս ավազակը ինչպես վարվեց, մյուս ավազակը խոնարհվեց։ Նա հավատաց Հիսուսին։ Նա ասեց, Տեր, երբ որ գաս քո արքայությունով, խնդրում եմ քեզ, հիշիր ինձ։ Այն մյուս ավազակը ստացավ Տիրոջից այն, ինչ չափով որ չափեց։ Նրան չափվեց այն, ինչ չափով որ ինքը չափեց։ Եվ Հիսուսը ասեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ հետ դրախտումը կլինես։ Ինչ որ գործ արեց այդ ավազակը, խաչի վրա, ոչ մի բան չէ, ուղղակի հավատաց Հիսուսին։ Անգամ ներողություն էլ չխնդրեց, չենք էլ տեսնում դա։ Ուղղակի հավատաց Հիսուսին, այսինքն Աստված սրտին է նայում, ամեն, Աստված սիրտը գիտի, սիրելիներ։ Սա շատ կարևոր է։ Հովհաննես 8:15-ից 16-րդ խոսքում ասում է դուք մարմնի համեմատ եք դատում, ես չեմ դատում ոչ մեկին էլ, Հիսուսն է ասում։ Շատ բարձ սիրելիներ, մարդը մարմնի համեմատ է դատում։ Մարդը ի վիճակի չի, մարդուն տրված չի տեսնելու մյուսի սիրտը, ներսը։ Մարդուն տրված չի ամբողջը տեսնելու։ Այդ միայն Աստված կարա տեսնի։ Դատը հասկանում եք, դա մեծ բեռ է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Չգիտեմ ինչ ենք մենք հաճախ վերցնում դա մեր վրա։ Իրոք շատ մեծ բեռ է դատելը։ Շատ ծանր եւ պատասխանատու բան է, հասկանում եք։ Այսօր օրինակ, երբեմն մտածում եմ երկրի դատավորների մասին, անկեղծ մի բան է գալիս, որ բարեխոսես այդ մարդկանց համար։ Որտեվ ահա որ մեծ պատասխանատվության առաջ են։ Ուրեմն իրենց դատի պատճառով կարող է մեկի կյանքը փրկվել, մեկի կյանքն էլ կործանվել։ Իրենց դատի պատճառով։ Սիրելիներս, ինչ լավ է, որ Աստված մեզ ազատել այս պարտավորությունից։ Այսինքն ոչ էլ տվել այս պարտավորությունը։ Գիտեք, Աստված մեզ չի տվել այս պարտավորությունը։ Ապա այդ դեպքում ով է։ Իհարկե թշնամին։ Իհարկե նա է հրահրողը։ Իհարկե նա է կողքից խոսացողը։ Ասում է, եւ եթե 16-րդ խոսք Հովհաննես 8-ի. ես դատեմ էլ իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես միայն չեմ, այլ ես եւ ինձ ուղարկող Հայրը։ Հիսուսի խոնարհությունը տեսնում եք։
Ասում է ես եթե դատեմ էլ, ճշմարիտ եմ, որովհետև ես չեմ մենակ։ Իմ հայրն էլ ինձ հետ է։ Եվ հետո շարունակում է հաջորդ խոսքում, ասում է երկու հոգու վկայությունը հաստատում է բանը։ Երկու մարդի վկայությունը։ Գիտեք, Հիսուսը ինչ խոնարհություն է ցուցաբերում։ Թեկուզ եւ կարող է դատել ճշմարիտ, բայց ասում է ես չեմ եկել դատեմ։ Թեկուզ եւ իր ձեռքում է ամեն բան, կարող է անել, բայց ասում է ես չեմ եկել։ Լավ, բա ինչ էր եկել Հիսուսը, սիրելիներ։ Գիտեք, Պողոսը առաջին Կորինթացիս 4:3-5-ում ասում է ես ոչ մեկի չեմ դատում, ոչ մեկից էլ չեմ դատվում, ինքս ինձ էլ չեմ դատում։ Որտեւ ասում է ես չգիտեմ։ Ես կարող եմ մի բան արել եմ, հա, իմ աչքերով դա լավ է, որ արել եմ, բայց Աստված գիտի, Աստված է քննում իմ սիրտը։ Դրա համար ես որոշել եմ ոչ ինչ որ մեկին դատեմ, ոչ ինձ դատեմ, ոչ էլ այդ դատի պարտավորության տակ մտնեմ։ Տերը գիտի, սիրելիներ։ Հասկանում եք։ Մենք մեր բաժինն ունենք։ Դրա մասին անպայման կխոսենք։ Մենք մեր բաժնի մասին լավ պետք է հասկանանք, սիրելիներ։ Օրինակ պատկերացրեք, սիրելի Աստծո ժողովուրդ, ես անցնում եմ ձեր կողքով, հատուկ նկատի չունեմ հենց ձեզ կամ ինչ որ մեկին, ու չեմ բարևում։ Այսպես անցնում եմ ու չեմ բարևում։ Դե հիմնական դուք գիտեք ինձի շնորհքով տղա է։ Շնորհքով երիտասարդ է, ես էլ ձեզ։ Մենք մեկս մյուսի համար բարի ենք, չէ՞ մտածում։ Լավ ենք մտածում, փառք Տիրոջը։ Հիմա պատկերացրա, քո կողքով անցել եմ, չեմ բարևել։ Դու մտածում ես, ասում ես, բայց ես ինչ ես անշնորհք բան արեց։ Ու նեղանում ես։ Էդի ուղիղ է։ Մարդ եմ էլի կարող է շտապում էի, մտքերով խառնեի, զանգեցին մի հատ ինչ-որ մի վատ լուր ասեցին, շտապ պիտի գնամ միտեղ հասնեմ, չէ՞ կարա, չէ՞ պատահի, բոլորիս հետ կարա, այդպես լինի։ Կամ ասենք լավ, մի արևոտ ուրախ էր, այնքան ուրախ էի, կողերս ոչ մեկի չէի տենում։ Կարա լինի։ Մարդ ուրախությունից էլ չէ շփոթվում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Որ մենք շատ ուրախանում ենք, ոնց որ սխալները մի քիչ կարող է շատ լինի։ Էդի ուղիղ չի լինի, չէ՞։ Որովհետև դու չգիտես ինչի համար ես քեզ չբարևեցի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ասենք պատկերացրու քույրդ, եղբայրդ չի եկել այսօր։ Չի եկել։ Դու ոչ զանգում ես, մի հատ տեսնես ոնց է, այ մարդ կարող է ընկե ոտը կոտրել, էլի։ Կիրակինները բացա թողում բան։ Զանգի մի հատ խոսա, տես ինչ է, դու իր խոսքից կասկանաս, միգուցե հետը չկիսվի, բայց գոնե կիմանաս, զանգեցիր, քո սրտում բերջ վերցիր իրան դատելու, հավատում է, թե չի հավատում։ Գիտեք, Աստված սիրելիներս մեզ կանչել է ողորմած լինելու, Աստված մեզ կանչել է ներողամիտ լինելու, Էդ է ուզում Տերը, իրա ճանապարհը էդ է, սիրելիներ։ Դավիթ ասում է, քո բարկությունը մի օր է, ակնթարթ է, լավ, այսպես, բայց քո ողորմությունը մինչև կյանքի վերջ, հավիտյան։ Գիտեք, մենք այդ մի ակնթարթն ենք վերցնում շատ անգամ։ Մի ծառայողի մասին եմ ուզում պատմել, իր կյանքից վկայություն է։ Այս մարդը պատմում ասում է փոքր ժամանակ հայրս տեսնում էի, որ խմում էր, վերջը ընտանիքում կռիվներ, խոչընդոտներ, դժվարություններ, ընտանեկան բարդ կյանք։ Ու միգուցե այնտեղ ծեծեր, կռիվներ, մի խոսքով։ Ասում է գիտեք փոքր ժամանակ ես իմ սրտում ասում էի, որ ես մեծանամ, հորս պես չեմ լինելու։ Ասում է բայց գիտեք, երբ որ ավելի հասակ առա, հայտնվեցի թմրամոլության մեջ, հայտնվեցի հարբեցողության մեջ, ավելի դաժան վիճակի մեջ հայտնվեցի, ասես քանց թե իմ հայրն էր։ Եվ հետո ասում է ես հասկացա, բացահայտեցի, որ ես իմ հորը դատել եմ։ Ես իրապես չեմ լինելու։ Գիտեք, երբ որ ես ու դու դատում ենք, մեր մեջ վերաբերմունք է ձևավորվում։ Հստակ վերաբերմունք։ Օրինակ ես ասում եմ, այ մարդ ես մարդկանց հետ ես հավես չունեմ, հա, իմ մեջ։ Դատել եմ դրա համար հավես չունեմ։
Որտեվ փիստն են իմ տեսածով, իմ կարծիքով, որովհետև լավը չեն, որտեվ ինձ մի քիչ հարմար չեն։ Այ ես չեմ ուզում այս մարդկանց մեջ լինել։ Բա եթե Տեր ուզում է որ գնաս փրկես, ապա Տերն էլ ուզում է որ գնաս, Հիմա ոնց անենք, ասում է մարդկանց լսենք, թե Տիրոջը։ Ինքները դատեք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք Աստծուն լսենք։ Գիտեք, մենք շատ ընտրովի այսպես բան ենք անում, էլի, այս մեկը մի քիչ sense ոնց որ բան ասեց, հարմար չի, այն մեկը հարմարային, մեկը լավ ակնված, այն մեկը վատ ակնված, չգիտեմ։ Սիրելիներս, այս դատերը պետքա մեր սրտից հեռանան։ Գիտեք, նկատել եք խնդիրները ոնց որ շատանում են աշխարհի մեջ։ Իսկ ես ուզում եմ մի հարց տալ։ Կարող է դա նրանից է, որ մեր լույսը թույլ է ճառագում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Կարող է դա նրանից է, որ որպես աղ մենք չենք անում այն ֆունկցիան, որը որ պիտի անենք։ Միգուցե դրանից է։ Միգուցե որ մենք ավելի ջանասեր լինենք սիրելու, ողորմելու, ներողամիտ լինելու, բարեխոսելու մեկս մյուսի համար բարին խոսելու, բարին խոսել։ Միգուցե եթե այդ բաների մեջ ավելի ջանասեր լինենք, ավելի մեծ ազդեցություն ունենա Աստծո արքայությունը այս աշխարհի վրա։ Կարծեմ, որ այդպես էլ պիտի լինի։ Հասկացեք սիրելիներ, որ միգուցե ես ու դու անգամ ճիշտ ենք դատում։ Իրոք մարդը մեղադրելի արարքա գործել։ Իրոք արելա վատ բան, արելա, կարող ես հերքել, չես կարող, աշկիտ առաջ է եւ ոչ միայն քո, այլ մյուսներինն էլ, բոլորն էլ տեսնում են։ Բայց հասկացեք սիրելիներս, օրենքը սպանում է, շնորհքը կենթանացնում։ Դա Աստծո խոսքն ասում, ես չեմ ասում։ Մենք կանչված չենք, գիտեք, քարեր նետելու։ Եվ եթե մեր ձեռքում էլ քար կա, դա մի բան է ասում, որ մեր այգուց ենք վերցրել երևի։ Չէ, լուրջ եմ ասում, որտեղից այդ քարը ինձ ու քեզ։ Պետք է հարց տանք, որտեղից այդ քարերը մեզ, որ ունենք։ Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցի դրա վրա։ Հիսուսը այսպես ասեց։ Ում ասեց, այն մարդկանց, ովքեր որ բերել էին շնացող կնոջը, ու ասեցին բռնել ենք։ Մովսեսի օրենքը ասում է պիտի տանք, քար կոծենք։ Եթե նայենք 5 տակարանի օրենքը ասում է պիտի սպանվի։ Այստեղ ասում են տանք քար կոծենք, այն իմաստով որ սպանենք, էլի։ Դուք պատկերացնում եք, այդ քարը ոչ մեկ չէր կարա, չէ, երաշխավորեր որտեղին կկպնի, ինչ մեծության քարը, կարար մարդը մեռներ, այսինքն նպատակը սպանելն էր։ Գիտեք, երբ որ մենք մարդկանց դատում ենք, մենք օրենքն ենք մեջ բերում անում։ Ասում ենք, այս հայ, տես, սխալվել է։ Այդ որտեղից իմացանք, որ սխալվել է։ Օրենքն է ասում, չէ՞։ Բայց երբ որ մենք սիրելիներ որոշում ենք ներել, ողորմած լինել, բարեխոսել, մենք շնորհքն ենք մեջ բերում անում։ Հիմա երբ որ մենք գոհանում ենք մեկս մյուսի համար, մենք շնորհքին ենք հղում կատարում, ասում ենք այս բանի պատճառով ես կգոհանամ իմ քրոջ համար էլ, իմ աղբոր համար էլ, ու աշխարհի մարդկանց համար էլ, որտեվ Քրիստոս, դու աչառացված չես, դու ամենքի համար ես խաչվել, դու ամենքի համար ես գին վճարել։ Հիմա Քրիստոսը մեծ գին է վճարել, սիրելիներ, որ մարդիկ ապրեն, բայց նրանք ովքեր որ ապրում են, ցավոք սրտի երբեմն դատում են, ուզում են սպանեն։ Գիտեք, ես չեմ ասում, որ մեր սրտում հատուկ ուզեցել ենք ինչ-որ մեկին սպանենք, բայց գործողությունը դրան է տանում։ Գիտեք, դատելը ինչով է վտանգավոր, շատ անկեղծ, շատ վտանգավոր արտահայտություն եմ անում, չեմ պնդում, բայց կարծես թե մենք ուզենանք Քրիստոսի խաչը շրջանցել, երբ որ մենք դատում ենք մեկս մյուսին, կարծես թե ուզում ենք Քրիստոսի խաչը շրջանցել։ Հովհաննես 8:10-11-ում այսպես է գրված, ասում է Հիսուսն էլ վեր նայեց, ոչ ոքին չտեսավ, այն կնկանից ջոկ եւ ասեց նրանց. Ով կին, ուր են քեզ ամբաստանողները, ոչ ով քեզ չդատապարտեց, նա էլ ասեց, ոչ ով Տեր։ Եվ Հիսուսն էլ ասեց նրան. Ես էլ չեմ քեզ դատապարտում, գնա եւ այսուհետ մեղք մի գործիր։ Գնա
Եվ այլևս մեղք մի գործիր, ես էլ քեզ չեմ դատում։ Այս է Քրիստոսի շնորհքը, սիրելիներս։ Այո, Աստծո խոսքը Հռոմեացիների մեջ ասում է, որ Աստված մեզ սիրեց այն ժամանակ, երբ մենք դեռ մեղավոր էինք։ Աստված մեզ այդ ժամանակ սիրեց։ Դու կարաս սա ընդունես քո համար։ Իրես երբ որ դու քո համար ընդունես, քո սիրտը խաղաղ լինի։ Իմ սիրտը խաղաղ լինի, վստահեցնում եմ քեզ, մենք անգամ չենք էլ հետաքրքրվի ուրիշներին դատելով։ Դու քո հանդեպ ներողամիտ եղի։ Գիտեք, մենք երբեմն մեզանց ավելի շատ ենք երևի պահանջում, քան Աստված, որ կարա պահանջի։ Մենք պիտի հասկանանք, հարցը ինչի, որ ես ու դու կարանք ճիշտը խոսանք։ Օй, ասենք ես մարդը, հարցը այնա դու շնորհքից կբռնվես։ Հարցը այնա, որ դու կընտրես ողորմության ճանապարհը, ես ու դու կընտրենք ողորմության, սիրո, ներման ճանապարհը, թե չենք ընտրի։ Քրիստոնյա ժողովուրդ ենք, ամենքս հավատացել ենք, եկել ենք Տիրոջը, մենք Տիրոջ եկեղեցին ենք, եթե ոչ մենք, ապա էլ ով։ Եթե սիրելիներս մենք սա չվերցնենք այս պատասխանատվությունը, այս քաղցրությունը մեր կյանքերում, էլ ով մեր փոխարեն պիտի անի։ Այս աշխարհը հաստատ չէ։ Երբ մենք դատում ենք, սիրելիներս, նորից եմ ասում, այս արտահայտությունը շատ կարևոր է։ Մենք մեջբերում ենք օրենքը։ Երբ մենք բարեխոսում ենք, ողորմած ենք եւ ներողամիտ ենք, մենք մեջբերում ենք անում շնորհքը։ Ամեն։ Բոլորիս կյանքում, սիրելիներ, եղել այս հարցը։ Տեր, քանի անգամ ներեմ։ Պետրոսի հայտնի հարցը, չի եղել։ Միգուցե չես ասել, Տեր, քո մեջ ես մտածել։ Ասել ես դե քանի անգամ ներեմ, որ ներեմ էլի կանի։ Եղելա թե չէ, որ ներեմ չի հասկանա, այ չպիտի ներեմ, որ հասկանա, որտեվ որ ներեմ կառիթավորվի ներողություն արտահայտությանս համար։ Բոլորիս մեջ է երևի թե բարձրացել ես հարցը, քանի անգամ ներեմ։ Տիրոջ պատասխանը գերազանցում ամեն հասկացողություն։ 7 անգամ ասում ներեմ։ Պետրոսը գիտես իր չափման միավորն ուներ։ Մենք մեր չափման միավորը ունենք, թե որքան ողորմած գտնվենք, թե որքան ներողամիտ գտնվենք մարդկանց համար, թե որքան շարունակենք բարեխոսել։ Իսկ Աստված մի բան է ասում։ Ասում է 7 անգամ 70։ Մի անհնարին թիվ, այսինքն եղբայրը չի կարա էլի օրվա մեջ այդքան քո հանդեպ մեղանչի։ Դա ամեն մի օրվան էր վերաբերվում, իդեպ ասեմ ձեզ, 7 անգամ 70-ը։ Ոչ թե մի շաբաթվա, ժամկետ էր, ոչ թե մի ամսվա կամ մի տարվա։ Դա հենց կոնկրետ այդ մի օրվան էր վերաբերվում, որ այս օրը բացվել է, մենք միասին ապրում ենք, բայց ոչ ես, ոչ դուք, վստահեցնում եմ, ոչ ոքս մեզանից չի կարա 7 անգամ 70-նից ավել մեկս մյուսի դեմ ինչ-որ մեղանչենք կամ սխալ գործենք, նեղացնենք մեկս մյուսին։ Սիրելիներս, էսա մեր սրտում գիտեք բարձրանում է, այդ վեճը ոնց որ ուզենա բարձրանա Աստծո հետ։ Ոնց որ էլի մենք ուզենանք, ոնց որ հարցը բարձրանա, բայց եթե սխալ անում, գիտեք Աստծո խոսքը ասում է, որտեղ մեղքը շատ է, Աստծո շնորհքը այնտեղ էլ է շատանում, եւ Պողոսը գիտի մարդու ներսը, Աստծուց ստացած իհարկե։ Ասում է, հիմա ինչ ասեմ, մնանք մեղքի մեջ, որ Աստծո շնորհքը շատանա, քավլիցի։ Գիտեք, երբ որ մենք ասում ենք Աստված ձեզ ներել է, մեզ սիրում է, չի դատապարտում, մեր մեղքը չի հիշացնում, ասում է, բայց որ մի անգամից մեր մտքով ասում է, հիմա ես կարամ մեղք անեմ։ Լսի, Տերը մեր հայացքը ուրիշ բանի վրա է ուզում կենտրոնացնի, սիրելիներ։ Գիտեք Աստծո խոսքում ինչ ա գրված։ Ասում է Սուրբ Հոգին երբ որ կգա, կհանդիմանի մեղքի համար, որ ինձ չեք հավատում։ Այս է չափանիշը։ Թե չէ շնություն գործեց, չգործեց, գողացավ, չգողացավ, մենք այդ բաները հասկանում ենք մենակ մեր Տիրոջը նայելով։ Հիսուսը բարոյականության ամենաբարձր չափանիշն է։ Եթե մարդը չի հավատում Հիսուսին, դրանից ենկո մեղք բան չկա, հասկանում եք։
Ամենամեծ հանցավորությունը դա Հիսուսին չհավատալն է հենց։ Այդ դրա համար Սուրբ Հոգին կգա ու այս աշխարհին կհանդիմանի, որ Հիսուսին չեն հավատում։ Եթե Հիսուսին հավատան, իրանց գործերն էլ Տիրոջ գործի պես կլինի։ Եթե մենք Հիսուսին հավատում ենք, մեր գործերն էլ Տիրոջ գործի պես ա լինելու։ Ամեն, դա տենց է սիրելիներ։ Եթե մենք հավատացել ենք իրան, ուրեմն հավատացել ենք իր ասացներին, հավատացել ենք իր արժեքներին, հավատացել ենք ամբողջապես ինչ որ ինքը մեզ համար արել է, ամբողջապես, ոչ թե մի մասին, ոչ թե այսպես բաներով, կտրվածքներով, այլ ամբողջապես։ Ուրեմն մի բան կա, սիրելիներս, հավատում է թե չի հավատում։ Բայց գիտեք, ասում է Սուրբ Հոգին կհանդիմանե նաև դատաստանի համար։ Բայց ինչ դատաստան, որ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Ամեն։ Դա գիտես ինչ է նշանակում, դա մի բան է նշանակում, որ երբ որ նա գալիս էր Աստծո առաջ կանգնում եւ մարդկանց մեղադրում, այլևս ինքը այդ հնարավորությունը չունի եւ դատապարտված է։ Ամեն։ Ինքը իրավունք չունի հիվանդություններ բերելու, ինքը իրավունք չունի պատերազմներ հրելու, ինքը դատապարտված է։ Այսի արդեն սիրելիներս, մեր հակառակվելու, մեր հռչակելու, մեր այս երկրի վրա մեջ բերելու գործն ու աշխատանքն է, որ մենք պետքա այդ խոսքից պինդ բռնվենք, որ դու դատապարտված ես, վերջ։ Դու դատապարտված ես իմ կյանքում։ Եթե դու ուզում ես ինձ դատես, դու ես դատապարտված, բայց ոչ ես։ Տերը ասեց, ես չեմ եկել ձեզ դատելու։ Չեմ եկել ձեզ դատելու եւ հակառակ եկել եմ կորածը գտնելու եւ ապրեցնելու։ Ամեն։ Սա շատ կարեւոր ճշմարտություն է։ Երկրորդ Կորինթացիս 5:21-ում այսպես է ասվում. որովհետեւ Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Հələ մի բան պատկերացրու էլի։ Հիսուսը մեղք չգիտեր։ Բայց խոսքը ասում է, որ Աստված իրան մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում, այսինքն Հիսուս Քրիստոսում։ Երբ որ Աստված նայում է քեզ, նա Հիսուսին է տեսնում։ Քեզ տեսնում է նրա մեջ, արդարացած, սրբված, ուղիղ, կատարյալ։ Հիմա հարց եմ քեզ տալիս, երբ որ դու նայում ես քեզ, դու քեզ ինչպես ես տեսնում։ Դու հիշում ես քո մի ժամվա առաջվա սխալը, դու հիշում ես քո երեկվա սխալները, դու հիշում ես քո տարվա սխալները, դու հիշում ես քո ամսվա սխալները, երբ որ դու նայում ես քո քրոջը, քո եղբորը հավատացողների մասին է խոսքը, դու տեսնում ես իր սխալները։ Սիրելիներս, եթե Աստված մեզ նայում է, տեսնում է Քրիստոսին, ուրեմն ինչի մենք էլ չպետք է նայենք մեկս մյուսին ու տեսնենք Հիսուսին։ Հիսուսի խաչի վրա կատարված աշխատանքը, ինչի մենք մեզ չպետք է նայենք ու տեսնենք այդպես։ Խնդրում եմ քո տրամաբանությունը միտքը խոնարեցրու այսօր։ Գիտեք, ես հավատում եմ, որ Աստված ավելի խորն է ուզում բացել իր շնորհքի մեծությունը։ Ես հավատում եմ դրան։ Ես ինքս կարիք ունեմ եւ հավատում եմ, որ մենք եւս կարիք ունենք ավելի խորը հասկանալու, հավատալու, վերապրելու իր շնորհքը։ Եկեք գոհացող լինենք մեր կողքի մարդկանց համար, որովհետև Քրիստոսը խաչի վրա մեծ գին է վճարել եւ ոչ թե դատենք։ Ամեն։ Ամեն։ Մի ախորժակով ասեք ամեն։ Ավելի լավ չի գոհանանք։ Հələ մի հատ տես քո կողի մարդը ինչ հրաշալի մարդ է։ Ամեն։ Լսի մի նայի իր անկումները, բաները, մի նայի էլ իր տեսքին, բան մենակ էս ֆիզիկական։ Հասկանում ես, մարդը շատ թանկ է, եւ մենք դա պետք է գիտակցենք։ Գիտեք, Աստված իր ամենաթանկը տվեց մարդու համար։ Դա ինչ որ բան նշանակում է, էլի։ Իր որդուն տվեց, էլի, ամենան տվեց։ Այդ ինչ որ մի բան նշանակում է, ամեն։ Ամուսնական զույգերին էլ եմ մի բան ուզում ասեմ։ Ոչ թե ինչպես երկար տարիների փորձառություն ունեցող, այլ խոսքից էլի։ Սիրելի կանայք, լի սրտով սենց մի, որ ասում է, մի ճոխ էլի, սենց շատ էլի հավեսով, այս օրի մեջ մի ընտիր գոհացեք ձեր ամուսինների համար։ Ու osо, ինչ սիմպաթիշնի ես դու։
Ներողություն եմ խնդրում։ Չէ, իրոք ասա, եթե հիմա նստած ես, ասա։ Սիրելի կանայք, ձեր ամուսիններին, լսեք, կարող գիտեք դաժե ինչ անեք, ստեղից որ դուրս գաք, եթե ստեղ չեն էլի ձեր ամուսինները, ովքեր որ կան, ովքեր որ չկան, էլի թող գոհանան իրենց ամուսինների համար, որ կարոտը սիրելիներս ձեզի չնեղի։ Ովքեր որ կան, մի հատ վերցրեք հեռախոսը զանգի, ասա, բայց դու ինչ սիմպաթիչնի ուժեղ տղամարդ ես, մուժիկ, գով էլի քո ամուսնուն, այ մարդ ինչ։ Ու խնդրեմ, որ կանայք էլ, ամուսիններն էլ, իրենց կանանց հանդեպ ուշադրությունը դարձնեն, իրենց կանանց քնքշության մասին խոսեն եւ կապ չունի ինչ տարիքում են, իրենց կանանց հավատարմության մասին խոսեն, ու ասեն դու էս ինչ ընտիր առաքինի կին ես, այ մարդ սիրտես, այն որ ասում է հագեցած է քեզանով։ Լավ բան եմ, չէ ասում։ Փառք Տիրոջը։ Հիմա ծնողները մի հատ իրանց երեխեքին այդ նույն գործողությունը թողանեն, երեխաներ ջան, զավակներ ջան, երիտասարդներ, պատանիներ ջան, կամ մեծահասակներ ում ծնողները ողջ են։ Մի հատ էլ դուք էլի ձեր ծնողներին գնացեք, գովեք, շնորհակալություն հայտնեք, ասեք, այ մամ ջան, այ պապ ջան, ինչ լավ բաներ ես արել։ Ումը չկա, թող Աստծուց գոհանա։ Ամեն։ Դու քո բաժինը այտենց արա։ Մեր հույվը լավ միշտ սովորացրել է մեզ։ Հիմա շարունակենք, ժողովուրդ ջան։ Դե այդպես այդ շարքը շարունակվում է, էլի։ Մենք մարդկային հարաբերությունների մեջ գոհության միջոցով, շնորհակալության միջոցով կարանք բարեփոխումներ բերենք, դրական շարժ բերենք, ամեն։ Ուրեմն Մատթեոս 7:3-ում Հիսուսը շարունակում է, ասում է 3:3-ից եմ, Մատթեոս 7:3-ից եմ կարդում, ասում է եւ ինչու քո եղբոր աչքի միջի շուղը տեսնում ես եւ քո աչքի միջի գերանը չես նշмарում, կամ ինչպես կասես քո եղբորը թող շուղը աչքիցդ հանեմ եւ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր առաջ քո աչքից գերանը հանիր եւ հետո մտիկ կտաս քո եղբոր աչքիցը շուղը հանելու։ Գիտեք, երբ որ մենք փորձում ենք էլի դատել, տեսնել ուրիշների սխալները, ընկնում ենք երկու մեղքի մեջ, ըստ այս խոսքի։ Առաջին կեղծավորություն, Տերն ասում, եւ երկրորդ հպարտություն։ Եթե մենք ուշադրություն դարձնենք ինչ բանի համար օրինակ որ մարդկանց դատել ենք կամ դատում ենք, կամ դրա մեջ հայտնվում ենք, կամ էլ եղել ենք։ Այսինքն, երբ որ ես դատում եմ, ասեմ, դե ես այդ բաներից ազատ մարդ եմ էլի։ Հիշում եք երկու հոգու աղոթքը, Փարիսեցու եւ հարկահավաքի։ Ասում է երկու մարդ Աստծուն աղոթք էր անում։ Հիսուսն է պատմում։ Մեկ ասում էր, Տեր իմ շնորհակալ եմ, որ ինձ այսպիսին չես ստեղծել։ Այս մեղավորների պես, ես ընդրանցից չեմ։ 10-րդը տալիս եմ, ծոմերը պահում եմ, աղոթքներին գալիս եմ, վերջելի հետևում եմ օրենքը, բան, սաղ կատարում եմ։ Ամեն ինչ ճիշտ է իմ կյանքում։ Այս շնորհակալ եմ, որ դու ինձ սրանց պես չես ստեղծել։ Այն մեկն էլ ասում էր, Տեր ջան, դոշը ծեծելով, Աստծո առաջ իրան այսպես մեղավոր զգալով, ասում էր, ներիր ինձ, էլի Տեր, ողորմիր ինձ։ Ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, մեկը տեղից արդարացած իջավ։ Ով որ չէր դատում, սիրելիներ, ով որ չէր դատում ուրիշներին, ինքը արդարացած իջավ։ Իսկ ով որ մեղադիր էր, կմեղադրվի։ Ով որ դատում է, կդատապարտվի։ Խոսքն ասում, սիրելիներս։ Սա շատ կարևոր սկզբունք է։ Այս ամեն ինչը, գիտեք, շնորհքն է, Աստծո շնորհքն է։ Հենց շնորհքի մասին է, սիրելիներս, որ մենք կարանք, մենք հիմքեր ունենք գոհանալու։ Ինչ լավ բան արել Հիսուսը, գիտես, լուրջ եմ ասում։ Հիսուսը մեզ հիմք է տվել։ Մեզ հիմք է տվել։ Ամեն։ Իր խաչի գործով։ Իմ կյանքից մի բան պատմեմ, շատ տարիներ առաջ, որ գալիս էի եկեղեցի, այստեղ։
Մի օր Տերը հետս խոսաց, ասեց դու մի գնա այնտեղ սուրբ մարդկանց փնտրելու։ Սուրբ մարդիկ կան, ես շուր։ Բոլորս սուրբ ենք, չէ՞, Հիսուսին հավատացողներս։ Ամեն։ Ասես դու գնա սրբացնողին փնտրելու համար։ Ինչի՞ է դա բանը Տերը հետս խոսաց, որովհետև աչքիս ինչ որ սխալներ էին բարձրանում մարդկանց կամ բաներ, սխալ ուղղության մեջ էի։ Ինքս իմ սրտում, թեև ինչ որ հատուկ չեմ հիշում, որ գնամ, խոսամ, ասեմ, էս արել են, էս կամ չգիտեմ։ Բայց Տերը մի հատ պարզ սկզբունք։ Մի ինչի եկեղեցի, մի գնա եկեղեցի, մի հավաքվի, որ սուրբ մարդկանց փնտրես այլ սրբացնողին, որտեվ մենք բոլորս որ հավաքվել ենք ստեղ, ում անունով ենք հավաքվել։ Հիսուսի։ Մենք ում ենք փնտրում, սիրելիներ, Հիսուսին։ Երբ որ մենք Հիսուսին փնտրում ենք, մենք մեկս մյուսի մեջ էլ Հիսուսին կտեսնենք։ Որ դու փնտրում ես Հիսուսին, ինչի՞ չենք մտածում, որ Հիսուսը հենց այ քո քրոջ կամ քո աղբոր միջոցով պիտի իրեն քեզ հայտնի։ Կարա անի այդ բանը, թե չի կարա։ Ամեն, կարա, ու տենց են անում, սիրելիներ, հենց այ քո կողքի մարդու միջոցով ինքը իրան կհայտնի։ Բաց լինենք, սիրելիներ, բաց լինենք Աստծո սիրո համար, բաց լինենք Աստծո ներման համար, բաց լինենք Աստծո ողորմության համար։ Իմ ու քո սխալների համար ոչ մեկ մեղավոր չի։ Մի լավ առակել պատմեմ, էլի Աստծո ժողովուրդ ջան։ Պատմեմ, չէ՞։ Ասում է մի անգամ ուշ երեկոյան վանքերի պատից մեկից մի վանական փորձում էր վանքից դուրս գալ։ Երեք վանականներ տեսան վանքը լքող վանականին, ընկերներից առաջինը ասեց. տեսեք, հաստատ գնում է կողքի գյուղ շնանալու։ Այն մյուսը ասեց. չէ, հաստատ երեկոյան ընթրիքին սոված է մնացել, գնում է գողություն անելու սովը, ուտի եւ սովը հագեցնի։ Երրորդ ընկերն էլ ասեց. չէ, ընկերներ ջան, հաստատ գնում է ծածուկ մի բարիք գործելու, որ Տերն էլ հայտնապես հատուցանի, այդպես վատասիրտ մի եղեք։ Գիտեք, առակը չի ասում ինչի համար էր դուրս եկել վանականը, բայց վտանգավոր բան կա, որ ինչ կանեին նրանցից յուրաքանչյուրը, եթե դուրս գային։ Հասկանում եք, դրա համար մենք պետք է շատ զգույշ լինենք մեր խորհուրդների եւ դատերի մեջ, որ միգուցե հենց մեր մասին այդ ամեն ինչ որ խոսում ենք։ Ամեն։ Եվ կարիք ունենք իրականում Աստծո առաջ գալու։ Մատթեոս 9:13-ում Հիսուսը ասում է. գնացեք եւ սովորեք, թե ինչ է ողորմություն եմ կամենում եւ ոչ թե զոհ։ Եվ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին։ Գնացեք եւ սովորեք։ Տիրոջ խոսքը սա է, որ մենք գնանք եւ սովորենք եւ այս 40 օրը եւ այս առաջին հատված, որ մենք խաչի համար գոհանում ենք, հենց դրա մասին է, որ մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում, որ Տեր ուզում է ողորմություն եւ ոչ թե զոհ։ Շատ զոհեր կարող ենք բերել ասում, բայց եթե մեր ողորմությունը փակում ենք մեր նմանությամբ ու պատկեր ունեցող մարդուց, մերպես մաշկ ունեցող, մերպես կարիքներ ունեցող մարդուց, այդ զոհերն ու ողորմությունները Աստծո մոտ ավելի գնահատելի չեն, սիրելիներս։ Հովհաննես 12:47-ում ասվում է. եւ եթե մեկն իմ խոսքերին լսե եւ չհավատա, ես չեմ դատի նրան, որովհետեւ ես չեկա, որ աշխարհը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհը։ Զարմանալի խոսքեր ասում Հիսուսը։ Տիմոթեոսի մեջ գրված է, որ ասում է մեկ բարեխոս ունենք, Հիսուս Քրիստոս մարդը։ Մեկ բարեխոս ունենք։ Երբ որ մենք բարեխոսում ենք, մենք կպտնում ենք մեր Աստծուն, մեր Տիրոջը։ Գիտեք, մենք միանում ենք Տիրոջ ծառայությանը։ Այդ բարեխոսությունները մեզանից չեն, դա Աստծուց են, որ մենք միանում ենք։ Հիմա սիրելիներս, Հիսուսը նստած է ու չի դատում։ Բարեխոսում է, բայց մենք սիրելիներ նստած ենք, ուզում ենք դատենք, բայց չբարեխոսենք։ Այս բան ուղիղ չի Աստծո առաջ։ Եվ մենք սրանից պետք է հրաժարվենք։ Ուղղակի հրաժարվենք, ուղղակի մոռացիր,
քո քրոջ, քո եղբոր արած սխալները։ Մոռացիր, մի վախեցիր, սիրելիս, որ պահես մտքիդ մեջ։ Իմաստ չկա։ Անիմաստ գործողություն է դատելը։ Ոչ մի օգուտ չի բերելու, բացի վնասից։ Բացի վնասից։ Ես նորից եմ ասում, կարամ բոլորն էլ իմանան, որ այդ մարդը սխալ արել, ես սխալ եմ արել, բայց որ բոլորը գիտեն, ինչ օգուտ դրանից։ Մի բան փոխվում է։ Աստված գիտի մեր բոլորի սխալները եւ օգուտ արեց։ Իր որդուն ուղարկեց։ Մեր համար բարեխոսում է։ Ներողամիտ է, ողորմած է։ Օգուտը գալիս է, երբ որ սիրելիներս մենք ողորմած ենք, ներողամիտ ենք, սիրո մեջ ենք ու բարեխոսում ենք։ Ամեն։ Այս է Քրիստոսի խաչը մեզ ասում։ Այս է Քրիստոսի։ Գիտեք, Կորինթացիների մեջ Պողոս ասում է, եթե մի մարդ մեկը մահացավ բոլորի փոխարեն, ուրեմն բոլորը մեռած էին։ Ուզում եմ հասկանանք։ Այսինքն, եթե կարիք զգացվեց, որ մեկը բոլորի համար մեռնի, ուրեմն այդ բոլորը մահվան դատապարտված էին։ Այլապես կարիք չէր լինի։ Ասում է, եւ հիմա ովքեր որ ապրում են, այդ մեկի համար են ապրում։ Քրիստոսի սերը սա է ստիպում, որ մենք մտածենք։ Այսինքն մենք Աստծո համար ենք ապրում։ Ապրողները նրանք են, ովքեր որ հավատացել են։ Հիմա աշխարհի հանդեպ մեր վերաբերմունքը ոնց պիտի լինի։ Նույն ձև։ Մենք էլի չպետք է դատենք այս աշխարհը։ Մենք էլի չպետք է ասենք, այ տես, այս ճանաչողները, այս գողերը, այս բաները։ Գիտեք, բժշկությունը մեր մոտ է Աստծուց տրված։ Մենք պետք է բժշկության դերը կատարենք։ Մենք պետք է այդ բարեխոսության, օգնության դերը կատարենք, որ այս աշխարհը փոխվի, ուրիշ ձև չկա։ Ուրիշ ճանապարհ մեզ չի ասել Աստված։ Մեզ այս ճանապարհն է Տերը ասել։ Մի դատիր, որովհետև նույն դատով կդատվես։ Որովհետև եթե դատենք, մեր դատը սիրելիներ կեղծ կլինի եւ հաճախ բխում է հպարտ սրտից։ Եկեք կանգնենք աղոթելու։ Քրիստոսը մեր մեղքերը վերցրեց։ Քրիստոսը մեր մեղքերի համար գին վճարեց։ Ես ուզում եմ, որ սրտումս կա, որ բարեխոսենք եւ ներողություն խնդրենք։ Նախ եւ առաջ պիտի ներողություն խնդրենք։ Եթե դատել ենք ինչ-որ մեկին, ինչ-որ մարդկանց, ես հասկանում եմ, գայթակղությունը շատ է, բոլորս ենք դրա առաջ։ Միգուցե քո սրտում անարդարության զգացողություն ունես, որ քո հանդեպ անարդար են վարվել, բեր Աստծո առաջ։ Խնդրում եմ քեզ, սիրելի մարդ, դատը խստացնում է մեր սիրտը, քարացնում է մեր սիրտը, դատը մեզ հիվանդացնում է, սիրելիներս, հասկանում եք, բառից բուն իմաստով եւ փոխաբերական, ոնց կուզեք հասկացեք, դատը մեզ հիվանդացնելու է, մեզ չի փրկելու, մեզ չի օգնելու։ Եկեք Աստծուց ներողություն խնդրենք։ Ուղղակի հիշենք, եթե ինչ-որ մեկին դատել ենք կամ հիմա մեր սրտերում ներում չունենք, չենք ներում, բաց չենք թողում, ներում տանք, Տիրոջ առաջ խոստովանենք։ Դու համաձայն ես, սիրելի Աստծո զավակ։ Եկեք մեր աչքերը փակենք, խոնարհվենք Աստծո առաջ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո խաչի համար։ Շնորհակալ ենք այն թափածարյան համար, որ դու 2000 տարի առաջ խաչի վրա թափեցիր։ Շնորհակալ ենք, որ դու մեզ ողորմում ես եւ ներել ես եւ մաքրել ու սրբել։ Ներողություն ենք խնդրում այսօր քո առաջին անկեղծ Տեր, որ ինչ որ մեկին դատել ենք։ Սուրբ Տեր, մեզ պահիր ու պաշտպանիր, որ մենք չմտնենք դատելու, մեղադրելու եւ վիրավորվածության դաշտը, Տեր։ Ներում ենք ամեն մի մարդու, ով մեզ նեղացրել է, Տեր։ Ներողություն ենք խնդրում քեզանից, որ եթե մենք ենք ինչ-որ մեկին նեղացրել, Տեր, թող հայտնի լինի, պատրաստել ենք ներողություն խնդրելու, Տեր։ Աղոթում ու խնդրում ենք, որ դու մեր սրտից ամեն ծանր բեռը վեր առնես, Հիսուս, եւ քո խաղաղությամբ լցնես, եւ քո քաղցրությամբ լցնես, քանզի այսօր Տեր մենք որոշում ենք նորից ու նորից շարունակել գոհանալ եւ գոհ լինել մարդկանց համար, Տեր, որովհետեւ դու ընտրեցիր մարդուն փրկելը, սիրելը, ներելը եւ ողորմելը, Հիսուս։ Գոհանում ենք քեզանից քո այս ճանապարհի համար, այս մեծ շնորհքի համար, որ դու հայտնել ես մեզ։
Այո, Տեր, գոհանում ենք մեր եկեղեցու անդամների համար։ Գոհանում ենք ամեն մի անդամների համար, անգամ ամեն մի Տեր իմացված սխալ գործած մարդկանց համար են գոհանում, որ քո ողորմությունն ու քո շնորհքը հասնի իրանց։ Բարեխոսում եւ խնդրում ենք, Տեր, փրկիր այն մարդկանց, ովքեր նահանջել են։ Մենք համաձայն չենք, Տեր իմացված, բայց մենք չենք էլ ուզում դատել։ Ողորմած ես դու եւ ներող, Տեր, շնորհակալ ենք քեզ։ Աղոթում ենք այս աշխարհի համար, որ քո լույսը էլ ավելի շատ վայրերում հայտնի լինի, որ փրկվածները շատանան, որ խավարը նահանջի Հիսուս Քրիստոսյանով։ Գոհանում ենք քեզանից, ով մեծ Աստված, որ դու քո սուրբ արյունը թափել ես ամբողջ աշխարհի համար եւ մեղավորի դարձի գալն ես ուզում եւ ապաշխարելը։ Օ Տեր, փառք ենք քեզ տալիս ամեն բաների համար եւ անկեղծ սրտից գոհանում ենք քո առաջ ամեն բաների համար։ Ամեն։ Հալելույա։